Իսկորագիր Նյուզը ամբողջ տարվա ընթացքում հետևել է 2025 թվականի սպորտային իրադարձություններին, իսկ այժմ առանձնացրել ենք տարվա 10 ամենահետաքրքիր ու պատմական պահերը։ Հայաստանը ներկայացնող UFC Մարտիկ Արման Ծառուկյանը հաղթեց Նոր Զելանդիան ներկայացնող Դեն Հուկերին։ Երկրորդ ռաունդում Արման Ծառուկյանը խեղդող հնարքով ստիպեց մրցակցին հանձնվել։ Նա իրավունք ստացավ մրցել չեմպիոնական գոտու համար Իսլամ Մախաչևի հետ, սակայն վնասվածքի պատճառով Արման Ծառուկյանը չմասնակցեց մրցմանը։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ըմբիշ 77 կիլոգրամ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակիչ գոտեմարտում 10-1 հաշվով հաղթեց Ճապոնիայի ներկայացուցիչին եւ դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մալխաս Ամոյանը դարձավ նաեւ իր քաշային կարգում դոմինանտ։ Այս կոչման արժանացան նաեւ մի քանի իրանցի ըմբիշներ՝ 97 կիլոգրամ քաշային Մուհամմադ Հադ Հիսարավին, 67 կիլոգրամ Սայիդ Իսմայելին, 82 կիլոգրամ Գոլմարեզա Ֆարոխին եւ Ուզբեկստանը ներկայացնող Աջյան Խալմախանովը 63 կիլոգրամ քաշային կարգում։ Հարազատ Լալայանն աշխարհի ծանրամարտի առաջնության գերծանր քաշային կարգում դարձավ չեմպիոն։ Երկամարտի 461 կիլոգրամ արդյունքով Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ոսկե մեդալը։ Իսկ Բահրեյնը ներկայացնող Գոր Մինասյանը կարիերայում երրորդ անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող։ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացածկի վարժությունում Արթուր Դավթյանը հավաքեց 14900 միավոր եւ գրավեց առաջին հորիզոնականը։ Հայաստանի հավաքականի ծողակների վարժությունում ոսկե մեդալ նվաճեց նաեւ Վահագն Դավթյանը։ Հայաստանի տարվա ամփոփմամբ լավագույն մարզիկներ ճանաչվեցին ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եւ հունահռոմեական ըմբիշ Մալխաս Ամոյանը։ Լավագույն կին մարզիկ կոչմանը արժանացավ Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտում ունեցած հաղթանակների համար։ Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ, այժմ ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում, գրավելով առաջին տեղը։ Ամերիկացի բռնցքամարտիկ Թերենս Բադ Քրոֆորդը պատմական հաղթանակ տարավ մեքսիկացի Սաուլ Կանելո Ալվարեսի նկատմամբ, աշխարհի ամենահայտնի եւ ամենաշատ հաղթանակներ ունեցող չեմպիոններից մեկին։ Մի մարդու, որին տարիներ շարունակ գրեթե ոչ ոք չէր կարողացել հաղթել։ Մենամարտը կայացավ Լաս Վեգասում եւ անցկացվեց սուպեր միջին քաշային կարգում, բռնցքամարտի ամենահզոր ու ֆիզիկապես ծանր կարգերից մեկում։ Այդ քաշում պայքարելու համար Քրոֆորդը ստիպված էր բարձրացնել իր քաշը երկու կարգով։ Քրոֆորդին մրցավարները հաղթանակը տվեցին միաձայն որոշմամբ։ Այս հաղթանակով նա դարձավ առաջին բռնցքամարտիկը 4 գոտու դարաշրջանում, ով աշխարհի չեմպիոն է դարձել 3 տարբեր քաշային կարգերում, մտնելով սպորտի պատմության բացառիկ էջերը։ 2025 թվականի UEFA լիգան դարձավ եվրոպական ֆուտբոլի ամենալարված ու հիշվող մրցաշարերից մեկը։ Եզրափակիչը կայացավ Գերմանիայի Մյունխեն քաղաքում, Պորտուգալիա եւ Իսպանիայի միջև։ Խաղը ավարտվեց ոչ ոքի 2-2 հաշվով։ Հաղթանակը որոշվեց 11 մետրանոց հարվածներով։ Այստեղ ավելի սառնասիրտ գտնվեցին պորտուգալացիները։ Իսպանացիները 1 վրիպում թույլ տվեցին եւ հենց այդ պահն էլ դարձավ վճռորոշ։ 2025 թվականի UEFA լիգայի չեմպիոն դարձավ Պորտուգալիան։ Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հերթական պատմական էջը բացեց թենիսում։ 38 տարեկանում նա դարձավ բաց դարաշրջանի ամենատարեց խաղացողը, ով մեկ մրցաշրջանում հասել է մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերի քառորդ եզրափակիչ։ US Open 2025-ի 1/8 եզրափակիչում Ջոկովիչը վստահ հաղթանակ տարավ գերմանացի Յան Լենար Շտրուֆի նկատմամբ, գրանցելով իր կարիերայի 64-րդ քառորդ եզրափակիչը մեծ սաղավարտի մրցաշարում։ 27-ամյա Շայ Գիլջերս Ալեքսանդրը NBA-ի ամբողջ ուշադրությունն իր վրա բերեց։ Երբ Օկլահոմա Սիթի Թանդերը դուրս էր եկել Ինդիանա Փասերսի դեմ խաղի, նա թիմի առաջնորդն էր։ Խաղի վերջում հաշիվը հավասար էր, բայց Շայ վերցրեց գնդակը, անցավ պաշտպաններից եւ հանկարծակի գնդակը անցկացրեց ցանցի միջով եւ թիմին բերեց 3 միավոր։ Այդ պահին բոլորը զարմացան, թե ինչքան արագ եւ վճռական է այս տղան, եւ նա իր թիմին բերեց պատմական հաղթանակը։ Աբու Դաբիում կայացավ Ֆորմուլա 1 Grand Prix-ն, որը որոշեց 2025 թվականի աշխարհի չեմպիոնին։ Մեքենաները հասնում էին մինչև 330 կմ/ժ արագության։ Լանդո Նորիսը իր McLaren-ով ցույց տվեց տպավորիչ արագություն եւ դարձավ չեմպիոն 423 միավորով։ Իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Max Verstappen-ը իր Red Bull-ով հավաքեց 421 միավոր, ընդամենը 2 միավոր էր պակաս հաղթանակին։ 2025 թվականը սպորտային նոր պահերի, պատմությունների մասին էր։ Աշխարհի տարբեր մարզադաշտերում մարզիկներն առաջ մղեցին նոր չափորոշիչներ եւ ամրապնդեցին իրենց տեղը պատմության մեջ։ Իսկորագիր Նյուզը պատրաստ է 2026 թվականի սպորտային նոր հաջողություններն ու պահերն արձանագրելու։